Ինչու է կրթությունն առանց քննադատական մտածողության վտանգավոր ժողովրդավարության համար։ Կրթված մարդը առանց քննադատական մտածողության իդեալական օբյեկտ է տարատեսակ մանիպուլյացիաների համար։ Ժամանակակից քաղաքականությունները կառուցվում են ոչ միայն որոշումների, այլ նաև դրանց մեկնաբանությունների վրա։ Ով ստեղծում է օրակարգը, ստեղծում է նարատիվներ, նա էլ ձևավորում է իրականությունը։ Հայաստանում մենք հաճախ ենք շփոթում գիտելիքը մտածողության հետ։ Մարդը կարող է լինել կրթված, ունենալ դիպլոմ, կարդալ գրքեր, լինել տեղեկացված, բայց միևնույն ժամանակ ավելի քիչ տիրապետի ամենակարևոր հմտություններից մեկին՝ քննադատական մտածողությանը։ Առանց վերլուծելու կարողության, առանց հարցեր տալու մշակույթի, առանց փաստերը ստուգելու սովորույթի հասարակությունը դառնում է խոցելի։ Խոցելի տարբեր տեսակ կեղծ օրակարգերի, մանիպուլյացիաների եւ իհարկե պոպուլիզմի առաջ։ Երբ քաղաքացին չի տարբերում փաստը կարծիքից կամ մեկնաբանությունից, ապա նա շատ հեշտությամբ է դառնում տարբեր մանիպուլյացիաների զոհ։ Հատկապես սա վտանգ է ներկայացնում նախընտրական շրջանում ժողովրդավարության համար։ Պետությունը պետք է ձևավորի մտածող, իրավագիտակից քաղաքացիներ, ոչ թե պարզապես տեղեկատվությունը սպառողներ։ Ժողովրդավարությունը սկսվում է հենց այն պահին, երբ քաղաքացին դառնում է մտածող, սկսում է գիտակցել, այլ ոչ թե պարզապես համաձայնվել եւ հավատալ։